Էլեն Մանասերյան, Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ։ Տիկին Մանասերյան, օրվա խորհուրդը միջոցառումը ինչ է իրենից ներկայացնում։ Այսօր մայիսի 1-ն է, օրացույցում կարևոր օր բոլոր աշխատավորների եւ արմիությունների համար։ Սա օրը, երբ եւս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնում ենք աշխատողների, արմիությունների իրավունքների մասին, նրանց առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների մասին, արդար վարձատրության մասին, սոցիալական արդարության մասին։ Սրանք են բոլոր կարևոր հարցերն են, որոնց համար պիտի հետևողական լինել, ամեն օր սրա համար պայքարել, ոչ միայն մայիսի 1-ին, ինչը Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան մշտապես անում է, մասնակցելով օրենսդրական փոփոխությունների, նախագծերի մշակմանը, մասնակցելով նաեւ այդ բոլոր քննարկումներին օրենսդրության միջոցով, բայց միայն օրենսդրությամբ դա բավարար չէ, պետք է նաև այդ մշակույթը ունենալ, վարքագծային կանոնները կարողանալ փոխել, որպեսզի աշխատողը ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանությանը, ինքը մտածի դրա մասին, տեղյակ լինի իր աշխատանքային իրավունքներից, այլապես պարզապես կխախտվեն աշխատանքային իրավունքները եւ եթե աշխատողը լռում է դրա մասին, ոչինչ անել չենք կարող։ Բնականաբար Արմիությունների կոնֆեդերացիան այսօր եւս մեկ անգամ կարեւորում է, խոսում է դրա մասին եւ այս երթի նպատակն էլ խաղաղ երթ է, ապաքաղաքական, որը ուղղված է հենց աշխատողների իրավունքների բարձրաձայնման մասին, խախտումների նվազեցման մասին, պարզ է որ բոլոր խախտումները անխտիր հնարավոր չէ միանգամից վերացնել, բայց նվազեցնել, ունենալ առողջ անվտանգ աշխատանքային պայմաններ, որովհետեւ մենք չունենանք աշխատանքի վայրում դժբախտ դեպքեր, ինչը հաճախ ենք ունենում որոշակի ոլորտներում, որպեսզի աշխատողների իրավունքները չխախտվեն եւ ամենակարևորը, որպեսզի աշխատողները պահանջատեր լինեն եւ իրազեկ աշխատանքի ընդունվելուց առաջ անպայման կարդան իրենց աշխատանքային պայմանագիրը, հետո ստորագրեն, որպեսզի հետո չբողոքեն։ Ես օրինակ մի հարց ունեմ։ Մեկ տարվա ընթացքում քանի աշխատողի իրավունք եք 2024 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 655 դիմում բողոք կապված աշխատանքային իրավահարաբերությունների խախտումների հետ եւ ասեմ ավելին դրանք միայն արմիության անդամներ չեն եղել են նաեւ պարզապես աշխատողներ, որոնք արմիության անդամ չեն, բայց Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան տալիս է նման անձանց եւս խորհրդատվություն, ունեցել ենք 16 դատական գործ, որից 14-ը շահել ենք 2024 թվականի ընթացքում, մեկը այս տարի մի քանի օր առաջ ենք շահել դատական գործը, 15-րդը, 16-ը դեռ ընթացքի Խոսեցիք 650 դիմում բողոքի մասին, որոնք են եղել այն հիմնական խնդիրները, կարծում եմ գերակշռող մաս կա, էլի։ Այո, գերակշռող մասը դրանք սխալ կիրառված կարգապահական տույժերին են վերաբերում, իմիջիայլոց վերջին գործը հենց դրանով էլ շահել ենք, դրանք վերաբերում են աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերի, դրանք վերաբերում են ուրեմն հանգստի իրավունքին, այսինքն արձակուրդների վերաբերյալ, ինչքան էլ որ այսօր աշխատանքային օրենսգրքում բավականին խստացված է արձակուրդ չգնալու հետ կապված կամ արձակուրդ չուղարկելու հետ կապված դրույթի պահանջները խստացվել են, բայց միևնույն է այս խնդիրը դեռևս ունենք ու նաև ունենք այսպիսի խախտումներ եւ ակնհայտ է որ պիտի աշխատողն ունենար աշխատանքային պայմանագիր, բայց ունի քաղաքացիական ծառայությունների մատուցման պայմանագիր։ Իսկ մենք բոլորս գիտենք, երբ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, աշխատողի վրա չեն տարածվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները։ Նաև խնդիրներ ենք ունեցել ժամանակավոր անաշխատունակության նպաստի կիրառման հետ կապված, այսինքն 655 բողոքները բազմաբնույթ են եղել, բայց ամենից շատ եղել են սխալ կիրառված աշխատանքային պայմանագիրը, հատկապես երբ պարտադիր է որպեսզի պայմանագիրը լիներ անորոշ ժամկետով, բայց կնքվել է որոշակի ժամկետով։ Սրանք էլ են շատ տարածված խախտումներ։ Իսկ այստեղ խնդիրը գործատուինն է, թե քաղաքացիների իրազեկվածության պակասը։ Երկուստեք է։ Խնդիրը երկուստեք է։ Նախ աշխատողն էլ պիտի իրազեկ լինի եւ ես հասկանում եմ, որ ամեն աշխատող չէ, որ պիտի բացի աշխատանքային օրենսգիրքը կարտա։ Դրա համար Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիան որոշակի իրազեկման արշավներ է անում, տեսահոլովակներ է նկարում եւ փորձում սոցիալական մեդիայով տարածել, բայց հիմնականում իհարկե արմիության անդամների շրջանում, բայց եթե սոցիալական մեդիան բնական է ազատ է, կարող են բոլորը օգտվել դրանից։ Նաև սեմինարներ, տրեյնինգներ ենք անում, որոնց միջոցով փորձում ենք աշխատողների իրազեկվածությունը բարձրացնել, բայց պիտի նշեմ, որ այստեղ նաև մենք շատ դեպքերում գործատուների եւ նրանց ներկայացուցիչների ենք հրավիրում, որպեսզի իրենք էլ դրա մասին տեղյակ լինեն։ Լինում են դեպքեր, երբ այո, գործատուն պարզապես սխալ է կիրառել հոդվածը ոչ միտումնավոր, բայց նաև իհարկե միտումնավոր դեպքեր են լինում։ Այսօր այս երթի մասնակիցները ովքեր են։ Ես նկատում եմ այս երթի մասնակիցները, այո, Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիային անդամակցող կազմակերպությունների
բյուջեների աշխատողներ են, արմյութենականներ են, որոնք մեզ հետ համագործակցում են, մեր անդամներն են, տարբեր ոլորտներից են, տնտեսության եւ արդյունաբերական ոլորտներից, եւ կրթական ոլորտից, եւ մշակույթի ոլորտներից։ Մենք այո, սոցիալական մեդիայով նաև կոչ ենք արել, բայց բնական է հիմնականում դրանք արմյություններին կոչ է եղել, որպեսզի միանան, բնականաբար նաև տեղեկատվություն է ուղարկվել, ուսի մարդիկ ուղղակի տեղյակ լինեն։ Տիկին Մանասարյան, դուք նշեցիք գործատու աշխատողներ, հա, փոխհարաբերությունների մասին, այ հետաքրքիր է, իսկ օրենսդրական բացեր կան, դու ձեր կոնֆեդերացիան ազգային ժողովի հետ աշխատում եք, համապատասխան կառույցների, այսինքն այդ օրենսդրությունը բացեր ունի, որտեղից առաջանում են խնդիրներ։ Հիմնական բացը օրենսդրության այսօր արդեն 2023 թվականին հնարավորինս բավականին շատ այդ բացերը փորձել ենք լրացնել եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատելով եւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ աշխատելով փորձել ենք լրացնել այդ բացերը, բայց այսօր մի մեծ շատ հսկա բաց ունենք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների ներկայացման եւ պաշտպանության առումով, որովհետեւ 23 թվականին եւ գործադիրը եւ օրենսդիրը չանդրադարձան կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, բայց մենք այսօր արդեն աշխատում ենք դրա մասով, որովհետեւ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք նաեւ եռակողմ սոցիալական գործընկերությունը, որը կարծում եմ շուտով կունենանք, որովհետեւ արդեն աշխատանքային խումբն աշխատում է եւ կունենանք եռակողմ հանրապետական պայմանագիր, որի միջոցով պիտի կարողանանք լուծել նաեւ այդ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, ինչը շատ կարեւոր է եւ կոլեկտիվ պայմանագրերի կնքման առումով եւ գործադուլի իրավունքի իրացման առումով, թեպետ գործադուլի մասին հոդվածը որոշակի փոփոխությունների ենթարկվել է, բայց միևնույն է տողատակերը խանգարում են, խոչընդոտները շատ են, ընթացակարգերը բարդացված են գործադուլ կազմակերպելու եւ իրականացնելու, այնպես որ սրանք այն հարցերն են, որոնց այս մասով այս բանին աշխատում ենք։ Ես եմ շնորհակալ։